Հավատքը մեծ զորություն ունի, որովհետև երբ որ դու հավատում ես, որ ինքը կա քո կողքին, հիմա այստեղ սկսում ես ինչ-որ բաներ ապրել քո ներսում։ Դու կարող ես նույնիսկ կպնել նրան, եթե դու իսկապես հավատում ես Փառք Հիսուսին։ Նա երբեք սուտ չի խոսում։ Գիտեք, Հիսուսը իսկապես մեր մեջ է։ Ու մեզ այնց ամեն մեկին վերաբերվում է մի ձևով, որովհետև մենք մարդ ենք, տարբեր ենք իրարից, շատ բաներով ենք տարբերվում։ Տարբերվում ենք հենց մեր վերաբերմունքով Հիսուսին։ Համաձայն չեք դրա հետ։ Գիտեք, որ Հիսուսը հաշվի է առնում մեր տարբերությունները։ Գիտեք, որ հաշվի է առնում մեր վերաբերմունքը իրեն։ Ինքը չի թելադրում իր ներկայությունը։ Մեկը կարող է գա ու ասի, գիտես, ինձ չկպնես, ինձ բոլորովին չմոտենաս, Հիսուսը չի մոտենա նրան։ Ինքը զոռով երբեք ոչինչ չի անում։ Փառք իրեն, ինքը մեզ ազատություն է տվել։ Եթե ինքը մեր հետ զոռով վարվեր, ինքը մեզ ազատություն չէր տվել ուրեմն։ Գիտեք, Աստված միշտ էլ գործել է այդպես։ Ինչքան էլ որ դու աղոթես, ես գիտեմ նվիրված մարդիկ շատ ժամանակ աղոթում են, ասում են դու իշխիր իմ կամքի վրա։ Ինչքան էլ այսպես աղոթես, մեկ Աստված չի իշխելու քո կամքի վրա, որովհետև ինքը իր սկզբունքները չի խախտում։ Ինքը ասելու է, ես ուզում եմ սա, դու պիտի համաձայնվես կամ չհամաձայնվես։ Այն որ դու ասում ես իշխիր իմ կամքի վրա, արի հնազանդվիր ու կատարյալ կլինի։ Երբ որ Հիսուսը երկրի վրա էր, դա կարդում ենք Ղուկաս 4-րդ գլխում, Հիսուսը կարդաց իր մասին Եսայի մարգարեությունից, ես կարճ եմ պատմում, այդ բոլորը դուք գիտեք, կարդացել եք, չէ՞։ Եթե ունեք բացեք Ղուկաս ավետարանը, մի քիչ հետո իրար հետ պիտի կարդանք։ Ուրեմն 4-րդ գլխում ինքը որ կարդաց իր մասին ու նստեց գրված է ժողովարանում, իհարկե այնտեղ բորբոքվեցին ժողովուրդը, դուրս եկան Հիսուսի դեմ այդ ժողովարանում հավաքվածները ու դեմ խոսեցին։ Հիսուսը հետաքրքիր խոսքեր ասեց։ Ասեց, գիտեք ինչքան որբևայրիներ կային Իսրայելի մեջ, բայց Աստված Եղիային ուղարկեց Սարեպտա։ Գիտեք որտեղ էր Սիդոնի Սարեպտան։ Դա Իսրայելից նույնիսկ Գալիլեայից ավելի Հիսուս գտնվող մի տարածք էր, որը բոլորովին հрьяաներին չէր պատկանում, այսինքն ուղարկեց բոլորովին, հեթանոսների մեջ ուղարկեց։ Ոչ թե ուղարկեց այդ կնոջը այդ որբևայրում ծանրություն լինելու, այլ Եղիան օրհնություն եղավ։ Այդ տունը, որ գնաց Եղիան ապրելու, երբեք սով չկրեց այդ 3.5 տարին, որ ամբողջ երկիրը սովի մեջ էր։ Ինչու՞ Հիսուս այս խոսքերը ասեց, այդքան որբևայրներ կային Իսրայելի մեջ։ Աստված կարծես ընտրություն արեց, նայեց սրտերին ու որոշեց, որ այնտեղ գնա։ Ասեց ինչքան որոտներ կային Իսրայելի մեջ, բայց մի հատ ասորի եկավ Եղիսե մարգարեի մոտ ու բուժվեց։ Մի հատ օտարազգի ասորի եկավ մարգարեի մոտ ու բուժվեց։ Գիտեք ինչու՞։ Որովհետև սրտերին էր նայում Աստված ու տարբերություն էր դնում մարդկանց մեջ։ Երբեք ոչ մի որոտի զորով չբուժեց Աստված, բայց մեկի մտքով չանցավ գնալ Եղիսեին խնդրել, որ իր համար աղոթի իր որոտության համար։ Այսպես լինում է հավատացյալների հետ։ Հաճախ քո վերաբերմունքը որոշում է, թե Աստված քեզ ոնց կվերաբերվի։ Մի հետաքրքիր թեմա եմ ուզում այսօր խոսել, չգիտեմ ինչքանով քեզ կհետաքրքրի, բայց մտածիր սրա մասին։ Ինչպես գրավես Հիսուսի ուշադրությունը։ Ինչպես Հիսուսի ուշադրությունը կենտրոնացնես քո վրա կամ քո հոգսի վրա։ Գիտեք, որ Հիսուսի երկրի վրա ապրած ժամանակ էլ այդպես էր։ Հիսուսը բոլոր հիվանդներին չէր մոտենում։ Կարդացել եք Բեթեսդա ավազանի մոտ գրվածը խիստ շատ հիվանդներ էին պառկած։ Այս արտահայտությունը հասկանում եք, խիստ շատ հիվանդներ էին պառկած։ Հիսուսը մտավ նրանց մեջ միայն մի հոգու բուժեց ու հեռացավ։ Ինչեր մյուսները կարիք չունեին բուժվելու։ Միայն մի հոգու բուժեց ու հեռացավ։ Գիտեք Հիսուսի ժամանակ երկրի վրա ինչքան մարդիկ կաղ էին, հիվանդ էին ու ինչքան շատ բուժեց Հիսուսը։ Բայց Գործք առաքելոց 3-րդ գլխում կարդում ենք, որ երբ որ աշակերտները գնում էին տաճար, գրվածը միշտ բերում էին այդ հիվանդին, այդ կաղին, որ մոր որովայնից այդպես էր ծնված, նստացնում էին դռան մոտ, գեղեցիկ կոչվող դռան մոտ, հիշում եք։ Հիսուսը քանի անգամ էր այդտեղով անցել, բայց այդ կաղին չէր բուժել։ Բայց աշակերտների անցնելու ժամանակ աշակերտները բուժեցին։ Սրանից ենք մենք իմանում, որ այդ կաղը այդտեղ նստած էր եղել, թե չէ այդ բուժումն էլ չլիներ, էլ չէինք իմանա։ Բայց ինչքան մարդիկ կան, որոնց մասին մենք չգիտենք, որոնց վրա այդպես էլ Հիսուսը ուշադրություն չդարձրեց իր ապրած ժամանակ։ Ինչու հանկարծ լինի, որ մեր կյանքն էլ անցնի, վերջանա, ու Հիսուսը մեր վրա էլ ուշադրություն չդարձնի։ Դրա համար ուզում եմ, որ անպայման մենք այս թեման իրար հետ մտածենք։ Ինչեր անես, որ Հիսուսը քո վրա ուշադրություն դարձնի։ Լավ, դրա համար Ղուկաս ավետարանից մի քանի դեպքեր կուսումնասիրենք։ Ուրեմն Ղուկաս 5-րդ գլուխ, առաջի դեպքը, որտեղ մարդը ստիպեց Հիսուսին, որ Հիսուսը իր վրա ուշադրություն դարձնի։ Դա 5-րդ գլխում 12-13 խոսքերում գրված է մի բորոտ մոտեցավ Հիսուսին, ես կարդամ ավելի լավ։ Եղավ որ երբ ինքը մի քաղաքի մեջ էր, ահա մի մարդ բորոտությունով լցված, երբ Հիսուսին տեսավ, երեսի վրա ընկնելով աղաչեց նրան ու ասաց. «Տեր, եթե ուզես կարող ես ինձ մաքրել»։ Եվ Հիսուսը իր ձեռքը երկարացնելով դպավ նրան եւ ասաց. «Ուզում եմ, մաքրվիր»։ Եվ անմիջապես նրա բորոտությունը հեռացավ։ Մի բորոտ գրվածը գնաց Հիսուսի մոտ։ Գրվածը երեսի վրա ընկավ Հիսուսի առաջ ու աղաչեց։ Ոչ միայն խնդրեց, այլ գրվածը երեսի վրա ընկավ։
Չգիտեմ դուք ձեր հարաբերության մեջ Աստծո հետ ինչպես եք վարվում։ Երբ որ դու եւ Հիսուսը մենակ ես, ես չեմ ասում այստեղ դահլիճում, երբ որ դու եւ Հիսուսը մենակ ես, ինչպիսի դիրք ես գրավում իր առջև։ Կարողանում ես ստիպել, որ ինքը քո վրա ուշադրություն դարձնի։ Առաջի ու լավագույն միջոցներից մեկը երկրպագությունն է։ Երբ որ դու քո անձդ խոնարհեցնում ես, երբ որ դու երկրպագում ես, այս երկրպագելու դիրքը գիտեք որն է։ Սա չի նշանակում, որ ես այնքան լավ գործեր եմ արել, հիմա կարամ գամ նաև քեզ փառաբանեմ, այսպես կանգնեմ, ասեմ Տեր Աստված չէ, սա չի։ Անկախ քո գործերից, անկախ քո դժվարությունից, այս մարդը հավատքի պակաս ուներ, գիտեք։ Ասեց կարող ես, եթե ուզենաս։ Ինքը չգիտեր Հիսուսը ուզում է թե չէ։ Դու հաճախ գիտես Հիսուսը քո ունեցած դժվարությունը ուզում է լուծի թե չէ։ Կամ ուզում է քո իմացած ձևով լուծի թե չէ։ Կարող դու էլ չիմանաս, բայց երկրպագում ես։ Գալիս ես, խոնարհվում ես, իջնում ես Աստծո առջև։ Խոնարհվում ես, մի հատ գլուխը դնում ես գետնին, գիտեք ինչ է նշանակում երեսի վրա ընկավ։ Ընկավ, ուղղակի պատկերացրեք այդ բանը, երեսի վրա ընկավ։ Նա որ գալիս ասում է, այս ցեխը, չգիտեմ ինչ եմ, ընկնում է գետնին Հիսուսի առջև, ասում է ինձ բուժի ու դրա մեջ աղաչում է։ Հաճախ սովորիր երկրպագել, երբ որ դու մենակ ես։ Սովորիր անձդ խոնարհեցնել, երբ որ դու մենակ ես Հիսուսի հետ։ Խոսիր նրա հետ, աղաչիր քո խնդրվածքները, ասա նրան, բայց երկրպագել սովորիր։ Գիտեք երկրպագությունը ինչ է ասում։ Ասում է, որ դու ճանաչում ես դիմացինիդ մեծությունը։ Առաջի դարում, երբ որ Հիսուսը ապրում էր Հրեաստանում, հրեական թագավորությունը որպես թագավորություն չկար, ինքը գտնվում էր հռոմեական իշխանության տակ։ Հռոմեական կայսրերը այն ժամանակ ստիպում էին, որ մարդիկ իրենց երկրպագեն։ Ու եկավ մի պահ, որ իրենք իրենց Աստծո տեղ դրեցին, ասացին, որ մենք ենք Աստվածը, մեզ պիտի երկրպագի ժողովուրդը։ Երբ որ կայսրը անցնում էր ինչ-որ մի վայրով, բոլոր մարդիկ պիտի երկրպագեին։ Սրանից կայսրը իրեն լավ էր զգում։ Ինքը հասկանում էր, որ ինքը շատ ավելի բարձր է, քան թե այս մարդիկ։ Լավ Աստված այդպեսին չի, Աստված ուրիշ սիրտ ունի, բայց գոնե մենք հասկանում ենք, որ ինքը շատ ավելի բարձր է, քան թե մենք։ Մենք կարողանում ենք խոնարհվել նրա առջև։ Դու գիտես ով է Հիսուսը։ Հենց այն, որ դու կերկրպագես, կխոնարհվես, կիջնես, հենց գիտեք երկրպագությունը վերաբերում է մարդու հոգուն, շնչին, մարմնի, դա միայն ֆիզիկական բան չի։ Բխում է մարդու սրտից, երբ որ դու գիտես, թե ով է քո առջև կանգնածը։ Դու գիտես հենց որ Աստված է ինքը, ամենուրեք, ամենակարող, այդ մեծության առջև խոնարհվում ես։ Մեծություն եմ ասում։ Դու գիտես իր սերը, դա սիրո չափը քո նկատմամբ, ու այդ սերը կախված չի քո գործերից։ Մենք մարդիկը սիրում ենք, երբ որ մեզ են սիրում, երբ որ մեզ հաճելի գործեր են անում, չէ՞։ Այն մարդը, որ մեզ հաճելի գործեր չի անում, մենք այդ մարդուն չենք ուզում տեսնել։ Հիսուսը այսպեսին չի։ Հիսուսը սիրում է անկախ քո գործերից։ Այն ամենավատ ժամանակ, երբ որ մեղք ես գործել ու գալիս ես Հիսուսի առաջ, այդ զղջման աղոթքը դեր երկրպագության մեջ։ Մի հատ խոնարհվիր, մի հատ գլուխ իջեցրու ու դրա մեջ խնդրիր քո մեղքի ներումը։ Երկրպագություն։ Սանի բանը որ ցույց է տալիս քո ցածրությունը ու դիմացինիդ բարձրությունը։ Այս մարդը եկավ, գրված ընկավ երեսի վրա։ Իր երկրպագությունը շատ խորն էր։ Ընկավ երեսի վրա ու դրա մեջ աղաչեց։ Ասաց, եթե ուզես կարող ես ինձ մաքրել։ Մեծ հավատք ուներ։ Հավատում էր, որ բորոտությունը կարելի է բուժել։ Գիտեք չէ, անբուժելի հիվանդություն է դա։ Գիտությունը չի կարողանում դա բուժել։ Ժամանակակից բժշկությունը։ Մեծ հավատք ուներ, որ կարա Հիսուսը բուժի, բայց չգիտեր Հիսուսը ուզում է բուժել թե չէ։ Սա էլ իր հավատքի պակասն էր։ Դրա համար Հիսուսի պատասխանը այդ երկրպագությանը, այդ աղաչանքին, գիտեք ինչ եղավ։ Երկարացրեց ձեռքը, կպավ առաջին հերթին։ Գիտեք հեշտ է բորոտին կպնելը։ Գիտեք հաճելի է բորոտին կպնելը։ Սա ցույց էր տալի Հիսուսի մեծ սերը։ Կպավ բորոտին, ասեց ուզում եմ։ Այս ուզում եմ բառը ուղղեց այս մարդու հավատքը։ Չէ՞ որ ինքը չգիտեր Հիսուսն ուզում է թե չէ, ասեց եթե ուզենաս կարող ես ինձ բուժել։ Կպավ, ասեց ուզում եմ, մաքրվիր։ Գրված անմիջապես բորոտությունը հեռացավ։ Միշտ Հիսուսի գործողությունների մեջ ցակա, որ ինքը ձգտում է մարդու հավատքը ուղղել, դարձնել այնպեսին, ինչպեսին ինքն է ուզում, հետո հրաշքը կատարում է, հետո հրամայում է, որ այդ բժշկությունը տեղի ունենա։ Հաճախ նա իր քո կյանքին ինչպեսին է քո երկրպագությունը Աստծո առջև։ Գիտեք, մարդկային բորոտությանը նայելը տհաճ բան է, երբ որ մարմինը փչացած է լինում բորոտությունից, բայց Աստված նույն ձևով տհաճությամբ նայում է, երբ որ մեր հոգին է փչացած լինում մեղքով։ Հոգու բորոտությունը ավելի սարսափելի մի բան է։ Այս մարմինը ժամանակավոր է։ Մի օր մենք կթողնենք այս մարմինը, առողջ լինի թե հիվանդ։ Այս հոգին ինչ պիտի անես։ Չէ՞ որ հոգին ես դու ես, քո անձն է։ Երբ որ քո մտածելակերպը, քո ապրելակերպը, քո ներքին ձգտումները, մեղքի ձգտումները, Աստված քեզ նայում է որպես բորոտով հիվանդի։ Հաճախ մոտեցիր, ասա դու կարող ես։ Ես չեմ կարողանում ինձ մաքրել, բայց դու կարող ես։ Եթե ուզենաս կարող ես։ Մենք հաստատ գիտենք, որ ինքը ուզում է դա։ Հաստատ իմացիր, վստահ եղիր, որ այդ պայն ինքը ձեռքը կերկարացնի ու կկպնի քեզ։
Գրավեց Հիսուսի ուշադրությունը երկրպագությունով։ Առաջին բանը, որ արեց, դա երկրպագությունն էր։ Երկրպագության մեջ աղաչեց։ Շատ մարդիկ են աղոթում, բայց քչերն են երկրպագում։ Շատ մարդիկ են ասում, որ Աստված մեծ է, Աստված ամենակարող ու սեր է, բայց քչերն են դրա առջև խոնարհվում։ Հաճախ մարդիկ Աստծո հետ այնպես են խոսում, կարծես Աստված իրենց պարտքը։ Գիտեք, որ Աստված մեզ ոչ մի բանով պարտք չի։ Մենք ամբողջ կյանքով պարտք ենք Աստծուն, որովհետև մենք դեռ չծնված ինքը իր որդուն զոհաբերեց մեր համար։ Ուրիշ ինչ ունենք մենք մեզանից, որ տվել ենք Աստծուն ու դիմացը ինչ-որ բան պահանջենք։ Այդպեսի մի խոսք ասում է, ինչ ես տվել, որ դիմաց պահանջում ես։ Պատկերացնում եք, Աստված է տվել ու դիմացը իրավունք ունի պահանջելու։ Իր անունը փառավորվի։ Ոնց ես մտածում կանադական կյանքում երկրպագությունը ինչ վիճակում է գտնվում։ Լավ է, որ ուժեղացնես։ Լավ որ դրա մեջ լինի քո խնդրվածքը։ Աստված կմեկնի իր ձեռքը դեպի քեզ։ Սա մի միջոց էր, որով մարդը կկարողանա գրավել Հիսուսի ուշադրությունը, գրավել, հրավիրել իր վրա։ Այդպիսի մի ուրիշ դեպք էլ կա, որտեղ 10 բորոտներ բուժվեցին, բայց մեկը վերադարձավ երկրպագեց։ Հիշում եք։ Հիսուսն ասաց մնացած 9-ը ուր են։ Այսինքն կարծես անշնորհակալության բաժին կար դրա մեջ։ Հաճախ մենք խնդրում ու ստանում ենք երկրպագության պահապակասումը։ Թող իր անունը փառավորվի։ Ես սա չեմ ասում հանդիմանելու, ասում եմ, որ մեր կյանքում ավելացնենք դա, եթե չկա։ Ու եթե կա, այլ ավելի խորացնենք։ Գրված է երեսի վրա ընկավ։ Թե եղել է որ աղոթքի ժամանակ կարիքը զգաս ծնկելու Աստծո առաջ։ Կարիքը զգաս ընկնելու իր առջև։ Գետնին պարկելու ուղակի, փռվելու, ասելու դու իմ վրայով անցիր։ Փորձիր երկրպագել, երբ որ դու մոտենաս, գուցե Աստված քեզ կառաջնորդի դրան։ Խոսենք մի ուրիշ դեպքի մասին, որտեղ մարդը կարողացավ գրավել Հիսուսի ուշադրությունը։ Դա նորից 5-րդ գլխում է գրված 17-րդ խոսքից։ Ես կարդամ այդ հատվածը։ Ու եղավ, որ մի օր ինքը սովորեցնում էր ու փարիսեցիներ եւ օրինաց վարդապետներ էին նստած, որոնք Գալիլեայից ու Հրեաստանի եւ Երուսաղեմի բոլոր գյուղաքաղաքներից հավաքված էին ու Տիրոջ զորությունը ներկա էր նրանց բժշկելու։ Եվ ահա մի քանի մարդիկ անդամալույց մի մարդ մահիճով բերեցին եւ ճանապարհ էին փնտրում, թե ինչպես նրան ներս մտցնեն ու դնեն նրա առջև։ Ու երբ բազմությունից ճամփա չէին կարողանում գտնեին, որ նրան ներս մտցնեին, տանիքի վրա ելան ու կղմինտերների միջից մահիճով մեջտեղը Հիսուսի առջև իջեցրեցին։ Եվ նա տեսնելով նրանց հավատքը ասաց. «Ով մարդ, քո մեղքերը քեզ ներված են»։ Եվ դպիրներն ու փարիսեցիները սկսեցին խորհել ու ասել. «Ով է սա, որ հայոյություն է անում։ Ով կարող է մեղքերի թողություն տալ, բայց միայն Աստված»։ Եվ Հիսուսը իմանալով նրանց խորհուրդները պատասխան տվեց ու ասաց. «Սրտերիդ մեջ ինչ եք խորհում։ Ո՞րն է ավելի հեշտ. քո մեղքերը քեզ ներված են ասելը, թե ելիր ու քայլիր ասելը։ Բայց որպեսզի իմանաք, թե որդին մարդու իշխանությունն ունի երկրի վրա մեղքերի թողություն տալու, ասաց անդամալույցին, քեզ ասում եմ, վեր կաց, մահիճը տար ու տունդ գնա»։ Նա էլ իսկույն նրանց առջև ելավ ու վրան առավ ինչ բանի վրա որ պառկած էր ու գնաց իր տունը ու Աստծուն փառք էր տալիս։ Եվ ամենաապշած մնացին ու Աստծուն փառք էին տալիս եւ վախով լցված ասում էին, թե այսօր նորանշան բաներ տեսանք։ Ոնց արագ կարդացի անցանք, բայց եկեք մի հատ իրար հետ մանրամասն ուսումնասիրենք։ Շատ հետաքրքիր բան է գրված։ Գրված է, որ ուրեմն Հիսուսը ինքը մի տան մեջ միտեղ նստած էր, մենք հասկացանք, որ տան մեջ էր դա։ Մի տան մեջ Հիսուսը նստած էր ու գիտեք ովքեր էին հավաքված։ Փարիսեցիներ, օրինաց վարդապետներ էին նստած, որոնք Գալիլեայի, Հրեաստանի ու Երուսաղեմի բոլոր գյուղաքաղաքներից հավաքվել էին ու Տիրոջ զորությունը ներկա էր նրանց բուժելու։ Մի պահ պատկերացրեք ինչ մարդիկ էին։ Ուրեմն Հրեաստանի հոգևոր մարդկանց ղեկավարները, այն մարդիկ, ովքեր Աստծո խոսք էին սովորեցնում։ Նորից կարդամ. Փարիսեցիներ, օրինաց վարդապետներ, հավաքված էին Գալիլեայի, Հրեաստանի, Երուսաղեմի բոլոր գյուղաքաղաքներից։ Ես չգիտեմ, այս ինչ մեծ բազմություն էր, բայց այս մարդկանց թիվը այնքան էր, որ այդ տունը խցկված էր, լցված էր, տեղ չկար ներս մտնելու համար։ Սրանք փոքր մարդիկ չէին, սրանք այն մարդիկ էին, որ լավ գիտեին Աստծո խոսքը։ Իրենք զբաղված էին ամբողջ Իսրայելին Աստծո խոսքը սովորեցնելով, 5 տականն օրենքը մնացած գրքերը սովորեցնելով։ Սա կարևոր էր, որովհետև Հրեաստանի վիճակը կախված էր այս մարդկանցից։ Ահա Հիսուսը նստած էր այսպիսի մարդկանց մեջ ու սովորեցնում էր։ Գրված Աստծո զորությունը ներկա էր նրանց բուժելու համար։ Մենք հաճախ այս դեպքը որ կարդում ենք, մտածում ենք Աստծո զորությունը ներկա էր այն անդամալույցին բուժելու։ Հիսուսը ուզում էր հոգևոր անդամալույցներին բուժել։ Գիտեք որ դա ավելի կարևոր էր։ Կարդացեք խոսքը ոնց է գրված. բոլոր գյուղաքաղաքներից հավաքված էին ու Տիրոջ զորությունը ներկա էր նրանց բուժելու։ Առաջին հերթին այդ մարդկանց էր պետք բուժել։ Այդ մարդկանց գիտելիքն էր պետք բուժել, այդ մարդկանց սրտերն էր պետք բուժել, որովհետև փարիսեցիների ու վարդապետների համար, օրինաց վարդապետների, շատ մեղադրական խոսքեր են գրված Աստվածաշնչում։ Նրանք ոչ միայն այն ժամանակվա հոգևոր մարդիկ էին,
Ոգևոր դասեր տվող մարդիկ էին։ Նաև շատ կեղծավոր ու շատ մեղքի մեջ գտնվող մարդիկ էին։ Դրա համար գրված է, որ Տիրոջ զորությունը ներկա էր նրանց բուժելու։ Այս պայմաններում գալիս են մարդիկ, իրենց հետ բերում են մի անդամալույց, 4 հոգով մահիճի վրա պառկած մի անդամալույց են բերում։ Պտտվում են տան կողքերը, տեսնում են այնքան խիտա, որ չեն կարող ներս մտցնել։ Երևի նայում են դռներին, նայում են լուսամուտներին, ամենտեղ մարդիկ են հավաքված ու լսում են Հիսուսին։ Հիսուսն էլ երևի այդ ժամանակ շատ կարևոր բաներ էր խոսում, ու խորը բաներ, որ այս մարդիկ կարողանան հասկանալ, չէ՞ որ իրանք ուսուցիչներ են, հասարակ մարդիկ չէին։ Տեսան, որ ոչ մի ճար չկա, իրանք բարձրացան տանիքի վրա։ Իրանք ձգտումը հասնել Հիսուսին այնքան շատ էր։ Մյուս ավետարանում Մարկոսում գրված է, որ իրենք քանդեցին տանիքը, այսինքն որոշ կղմինդրներ հանեցին ու դրանց արանքից այդ հիվանդին իջեցրեցին Հիսուսի առջև։ Գիտեք հաջորդ արտահայտությունը ինչ է գրված 20-րդ խոսքում։ Նա տեսնելով նրանց հավատքը ասաց. Այս ամբողջ գործողությունը, որ իրենք արեցին, եկան ճանապարհ չգտան, բարձրացան տանիքի վրա, քանդեցին ու իջեցրեցին Հիսուսի առջև, դա իրենց հավատքի դրսևորումն էր։ Այդքան մեծ ձգտում կար հասնելու Հիսուսին։ Տեսնելով նրանց հավատքը, Հիսուսը ասաց. «Քո մեղքերդ քեզ ներված են»։ Սա մի հոգու հավատք չէր, 5 հոգի էին եկել, մեկը պարկած էր, 4-ը բերում էին։ Պատկերացնում եք։ Գրված է տեսնելով նրանց հավատքը Հիսուսը ասաց. «Քո հավատքը քո կյանքում դեպի Հիսուսը ձգտելու համար ինչ գործողություններ անում։ Ինչքան պատեր այսօր կան քո եւ Հիսուսի միջեւ, ինչքան տանիքներ, մարդկանց բազմություններ կան քո եւ Հիսուսի միջեւ, որոնք խանգարում են քեզ Հիսուսին մոտենալու։ Ինչ է անում քո հավատքը։ Քանդում է այդ պատերը, շրջանցում է այդ մարդկանց, եթե անում է, ուրեմն իսկապես քո հավատքը կհասնի Հիսուսին։ Գիտեք, եթե այս մարդիկ գային, տեսնեին, ասեին, լավ, Հիսուսը մեր հետ ժամանակ չունի ու թողեին գնային։ Հիսուսը երբեք չէր գնալ նրանց հետևից։ Շատ քրիստոնյաներ իսկապես հենց այդ վիճակում են գտնվում։ Իրանք տեղ չեն թողնում, կարծես թե չեն քանդում, իրենց համար ճանապարհ չեն բացում, որպեսզի հասնեն Հիսուսին։ Մի հասարակ բան մարդիկ երկու խոսք ասեն, մարդը կարող է հավաքույթի չգնա։ Գիտեք ինչի՞, որտեղ ջանք չարեց, չորոշեց, հավատքը չերիքեց, որ քարուքանդանելով հասնի Հիսուսին, որ շրջանցի որոշ արգելքներ ու հասնի Հիսուսին։ Հիսուսին գրավեց այս մարդկանց հավատքի չափը։ Եթե իրենք սпасեին դրսում, հիվանդին դնեին դրսում, այդ հիվանդը չէր բուժվելու։ Իրեն պետք էր հասցնել Հիսուսի առջև։ Ու Հիսուսին գրավեց, այդ ինչ հավատք ունեն այդ մարդիկ, ինչքան էին հավատում, որ իրենց խնդրումը կարա լուծի Հիսուսը, դրա համար էլ քանդելով բերեցին։ Գիտես, որ քո խնդրումը կարա լուծի Աստված։ Ուղղակի պիտի արգելքները քանդելով հասնես Հիսուսին։ Առաջին բանը, որ Հիսուսը ասաց քո մեղքերդ քեզ ներված են։ Անմիջապես ինքը իր մտքում հասկացավ, որ իր շուրջը եղող մարդիկ սխալ են մտածում։ Մտածում են, որ ինքը այոյություն արեց, որ ինքը իրավունք չուներ մեղքերի թողություն տալու Հիսուսը։ Սա հայտնություն էր Տիրոջ կողմից, Սուրբ Հոգու հայտնությունն էր, որ խոսեց Հիսուսին։ Սա իմանալով ասաց ինչի եք այդպես մտածում։ Իրենց մտածածը ասաց իրենց։ Ասաց ինչի եք այդպես մտածում։ Մտածում եք իշխանություն չունեմ, որպեսզի իմանաք ունեմ այդ իշխանությունը մեղքերի ներում տալու, դրա համար ով անմիջապես շրջվեց դեպի այդ մարդը, ասաց վեր կաց ու գնա տունդ։ Այս մարդն վեր կացավ ու գնաց։ Մեծ զորությունով գործեց, որովհետև իրենք մեծ հավատքով եկել էին Հիսուսի մոտ։ Գիտեք հոգևոր անդամալույցը որն է։ Շատ բան գիտի Աստծո մասին։ Անդամալույցը գիտեք որն է, որ ունի մարմնի բոլոր անդամները, որոնք չեն գործում, չեն շարժվում, ինչ որ գործ չեն անում։ Շատ գիտություն կարող է ունենա քրիստոնյան։ Ինչ է անում Աստծո անվան համար։ Ինչ է անում հանուն Հիսուսի։ Ինքը շարժվում է Հիսուսի ուզածով, ինքը անդամալույց չի։ Բայց երբ որ դու գիտես, բայց չես շարժվում Հիսուսի ուզածով, չես անում այն գործերը, որ Հիսուսն է ուզում անես, այս է դառնում անդամալույց։ Ու Տիրոջ զորությունը գրված է ներկա էր այդ մարդկանց բուժելու համար։ Ճիշտ Աստծո պաշտամուկ առաջացնելու այդ մարդկանց մեջ, ճիշտ մոտեցում Աստծուն։ Ուզում ես, որ Հիսուսի ուշադրությունը գրավես քո վրա։ Ցույց տուր իսկապես քո հավատքը։ Հակոբոսն ասում է հավատքը առանց գործերի մեռած, ասում է եթե մեկը կասի ես իմ հավատքը ցույց կտամ առանց գործերի, ասում է մի ուրիշն էլ կասի ես իմ հավատքը ցույց կտամ գործերով։ Հավատքը առանց գործերի մեռած է։ Քո հավատքը ինչքան արգելքներ է քանդում Հիսուսին հասնելու համար։ Ինչքան արգելքներ ես քանդում, որ գնաս հավաքույթներին, տնային խմբերում, եկեղեցում, որտեղ կլինի աղոթքաժողովներին։ Արդյոք քո ձգտումը կա դեպի Հիսուսը։ Եթե չկա, մտածիր դրա մասին։ Գուցե հավատքը տապակաս։ Ոչ միտեղ չասես թե դու մեծ հավատք ունես։ Այսօր որպես պատ քո եւ Հիսուսի միջև կարող է կանգնած լինի փողը։ Կարող մտածես, որ այդ 100 դրամը կամ պիտի հաց առնես, կամ պիտի ճանապարհին տաս, որ հասնես Հիսուսի, չգիտեմ։ Բայց ինչ ես անում։ Կարող է քո եւ Հիսուսի միջև որպես պատ կանգնած լինի քո պատիվը։ Կանգնած լինեն քո հաճույքները։ Ես լավ հիշում եմ մի մարդու, մեծ տարիքով մարդ էր, երբ որ վկայեցի, ասացի Հիսուսի մասին, ասաց չէ, ես հաճույքներ ունեմ, որ չեմ ուզում թողնել։ Ինչ զարմանալի էր իր տարիքին համեմատ այդպես մտածելը, որովհետև սա շատ երիտասարդներն են այդպես մտածում։ Բայց ամեն դեպքում
Մարդիկ ունեն այդ բաները։ Գուցե քեզ համար կարևոր է մարդկանց կարծիքը, թե մարդիկ ինչ կասեն քո մասին, երբ որ իմանան, որ դու գնում ես հավատացյալների հետ։ Կանգ մի առ, քանդիր այդ բոլորը ու քայլիր դեպի Հիսուս։ Ինքը կասի, որ քո մեղքերը ներված են, որ քո խնդրի բուժումը, լուծումը դուրս կգա նրա բերանից։ Միայն քո հավատքի գործողությունը կառաջացնի Հիսուսի ուշադրությունը քո վրա, կբերի, կկենտրոնացնի Հիսուսի ուշադրությունը քո վրա։ Ուզում ես ունենալ այդ ուշադրությունը քո կյանքում, հավատքի քայլ պիտի անես։ Այն բոլորն էլ էր հավատքով երկրպագում։ Ու սրանից հետո ինչ էլ որ ասեմ, բոլորը հավատքով պիտի լինի։ Լավ, եկեք մի ուրիշ դեպք ուսումնասիրենք իրար հետ։ Էլի շատ հետաքրքիր դեպք է։ Գրված է 7-րդ գլխում Ղուկաս ավետարանի։ Կարծես Ղուկասը հատուկ ուշադրություն դարձրած լինի այդպիսի բաներին։ Ուրեմն գրված է, որ ես կարդամ ուղղակի այդ հատվածը առաջի խոսքից մինչև 10-ը։ Երբ իր բոլոր խոսքերը ժողովրդի ակաժներին խոսելը լրացրեց, մտավ Կափառնայում։ Սա շատ իր ծննդավայրին, իր ապրած քաղաքին, ավելի ճիշտ Նազարեթին շատ մոտիկ մի քաղաք էր Գալիլեայում։ Եվ մի հարուրապետ, որի ծառան ծանր հիվանդ էր եւ մոտ էր մեռնելու, որ շատ սիրելի էր նրան, երբ Հիսուսի մասին լսեց, հրյաներից մի քանի ծերեր ուղարկելով աղաչեց նրան, որ գա իր ծառան ապրեցնի։ Նրանք էլ եկան Հիսուսի թախանձանոք աղաչում էին նրան ու ասում էին, թե նա արժանի է, որին այս շնորհքը պիտի անես, որովհետև մեր ազգը սիրում է ու ժողովարանը նա շինեց մեզ։ Եվ Հիսուսը նրանց հետ գնաց։ Եվ տնից շատ հեռու չէր, հրապետը ուղարկեց նրան մի քանի բարեկամներ ու ասաց նրան. «Տեր մի հոգնիր, որովհետև ես արժանի չեմ, որ դու իմ հարկիս տակ մտնես։ Դրա համար ես ինքս էլ արժանի չհամարեցի քեզ գալու։ Ապա խոսքով խոսիր եւ իմ ծառաս պիտի բուժվի, որովհետև ես էլ իշխանության տակ դրված մարդ եմ, ու իմ հրամանից տակ զինվորներ ունեմ։ Սրան ասում եմ գնա, ու գնում է, եւ մյուսին ասում եմ արի ու գալիս է, եւ ծառայից թե այս բանը արա ու անում է։ Հիսուսը այս բաները լսելով զարմացավ նրա վրա եւ իր ետևից գնացող ժողովրդին դարձավ ու ասաց. «Ձեզ ասում եմ, որ Իսրայելի մեջ անգամ ես այսչափ հավատք չգտա»։ Ու պատգամավորները նորից տուն դարձան եւ հիվանդ ծառային առողջացած գտան։ Մի քիչ ավելի մանրամասն անցնենք սա։ Գիտեք, որ հարուրապետը ինքը հրյա չէր, ինքը հեթանոս էր։ Երբ որ հռոմեական կայսրությունը եկավ օկուպացրեց, մեր լեզվով ասում օկուպացրեց Հրեաստանը, ինքը ղեկավար դրեց Հրեաստանի վրա։ Ու ամեն քաղաքում, ամեն մի վայրում հռոմեացիները ունեին իրենց ներկայացուցիչը, որը ուներ զինվորական իշխանություն, որ եթե հանկարծ այդ վայրում այդ քաղաքում հրեաները փորձեին ապստամբել, ինքը իր զինվորներով կարող էր ճնշել այդ ապստամբությունը ու պահել գերության վիճակում։ Հարուրապետը այդ մարդն էր, որ ինքը դրված էր Կափառնայումում, որ պիտի հսկեր Կափառնայումում, որ չլիներ նման բաներ։ Ինքը զինվորներ ուներ իր իշխանության տակ։ Բայց այնքան շատ տեղեկություն կա այս հարուրապետի մասին։ Եկեք փորձենք դուրս բերել այդ տեղեկությունները։ Ինքը հեթանոս էր, դրա համար չուզեց, որ Հիսուսը մտնի իր տունը։ Ասաց արժանի չեմ, որ ես էլ գամ քո մոտ։ Որպես հեթանոս իրենք իրար հետ չէին շփվում։ Հետաքրքիր է, որ ինքը հեթանոս լինելով այդքան շատ էր սիրում իր ծառային։ Գրված է սիրելի էր ծառան իրեն։ Մեր թարգմանությունում գրված է, որ ինքը կարծես շատ անհանգիստ էր իր ծառայի համար, այսպեսի մի արտահայտություն կա գրված։ Հոգ էր տանում այդ ծառայի համար։ Ծառայի հիմա կմեռնի, հո բարեկամ չի, բայց այս մարդու սիրտը ինչպիսին էր, որ հենց ծառայի համար էլ հոգ էր տանում։ Գիտեք, որ այն ժամանակ ոչ միայն ծառաներ էին, նաև ստրուկներ կային, ու ստրուկներին փողով առնում էին։ Ինքը հաստատ նման դժվարություն չուներ ստրուկներ գնելու։ Հարուստ մարդ էր հարուրապետը։ Ինքը շատ մոտ էր հրյա ծերերի հետ։ Գիտեք, որ ծերերը այն ժամանակ մեծ հեղինակություն էին Իսրայելում։ Ու ծերերի տված խորհուրդները դրանք կարևոր խորհուրդներ էին ու շատ դեպքերում իրենք ղեկավարում էին երկիրը։ Ինքը այնքան մոտ էր ծերերի հետ, որ ծերերին ուղարկեց Հիսուսի մոտ, ու ծերերն էլ եկան գրվածը թախանձելով աղաչում էին Հիսուսին, որ իսկապես արա այդ բժշկությունը։ Եկեք էլի տեսնենք ինչ է գրված իր մասին։ Գրված է, ծերերը ասացին, որ այս մարդը շատ է սիրում մեր ժողովուրդը, Աստծո ժողովրդին։ Գրված է, որ ժողովարան էր սարքել հրյաների համար։ Ինքը ուներ անարժանության զգացում, ճանաչում էր իշխանության սկզբունքները, ասաց ես էլ իշխանության տակ եմ դրված ու իմ իշխանության տակ մարդիկ ունեմ։ Ինքը հավատում էր Հիսուսի մեծ իշխանությանը, որ կարող բուժի։ Տեսեք ինչքան շատ տեղեկություններ է գրված այս մարդու մասին։ Եթե դրանք փորձենք համեմատել մեր հետ, մենք սիրում ենք այդպես, որ հոգ տանենք իրար համար։ Մենք արդյոք Աստծո ժողովրդին այդպես սիրում ենք, որ ձգտենք իր այդ հաղորդակցության։ Արդյոք հարաբերությունը ո՞նց է եկեղեցու ծառայողների հետ։ Չէ՞ որ դրանք են մարդիկ են, որ կառավարում են այդ շրջանը, այդ ոլորտը ու դրված են Հիսուսի կողմից։ Դու ճանաչում ես իշխանության սկզբունքները, Աստծո իշխանության գործելու սկզբունքները։ Գիտես ինչ է նշանակում լինել իշխանության տակ, ունենալ իշխանություն ինչ-որ մեկի վրա, ամեն ինչ-որ բանի վրա։ Ու ես գաղտնիքն եմ ձեզ ասում, որ բանակում միշտ այդպես է։ Նա, որ չի գտնվում իշխանության տակ, ուրիշների վրա իշխանություն չի ունենում։ Միշտ ամեն մի օղակը գտնվում է թե իշխանության տակ, թե իշխանություն ունենում մյուսների վրա։
Համար ինքը շատ լավ էր հասկանում։ Հիսուսին ասաց միայն հրամայից կկատարվի բժշկությունը։ Այստեղ մի քանի արտահայտություններ կան, որ ուզում եմ իրար հետ նայենք։ Գոնե մեկը։ Սա ինչ վերաբերում էր հարուրապետին։ Փորձեք նայել Հիսուսին։ Տեսեք ինչ է գրված։ Եկան Հիսուսի մոտ, այսպես բացատրեցին, խնդրեցին, աղաչեցին, որ գնա այդ բժշկությունը կատարի։ Եվ Հիսուսը նրանց հետ գնաց։ Գրված է, եւ Հիսուսը նրանց հետ գնաց։ Մի բառ չխոսեց։ Գիտեք ինչքան բան կա այս արտահայտության մեջ։ Հիսուսը ճանաչեց ծերերին Իսրայելի։ Ինքը վեր կացավ լուր գնաց նրանց հետ։ Ինչքան խոնարհություն կա սրա մեջ։ Ինքը նաև սիրում էր մարդուն, ցանկացած մարդու։ Դա ձգտումն էր, որ գնար ու բուժեր այդ մարդուն։ Ինչքան պատրաստակամություն կա սրա մեջ գործելու մարդու համար, հետո ինչ որ ծառայեր։ Ինչքան Հիսուսի մեջ պատրաստակամություն ենք տեսնում։ Գրված է եկան աղաչեցին, մի արտահայտություն Հիսուսը նրանց հետ գնաց։ Չգիտեմ, ես լինեի երևի կմտածեի հետո այլ մի քիչ մանրամասն ասեք, ինչ տեսակ հիվանդություն ունի, երբանից է հիվանդ, արդեն մեռնելու մոտ է թե չէ, շատ երևի հարցեր կտայի։ Հիսուսը ոչինչ, վեր կացավ ու գնաց։ Այս մարդկանց հետ գնաց։ Լավն է չէ։ Գիտես, երբ որ դու էլ ձայն ես տալիս Հիսուսին ինքան միջապես, երբ որ դու կարող ես մոտենաս եկեղեցու ծառայողներին, ոչ թե ծերերին ուղարկել ծառայողներին ու խնդրես ասես իմ համար աղոթեք, ու նրանք կխնդրեն Հիսուսին, Հիսուսը լուր վեր կենա ու ձեռքը դնի քո վրա։ Երբ որ դու հավաքես մարդկանց, երբ որ դու իսկապես քո սերը դրսևորես Աստծո ժողովրդի նկատմամբ, նրանց ծառայելով, նրանց համար ինչ որ գործեր անելով, Հիսուսը այդ բոլորը պիտի գնահատի։ Մի հատ դժվարություն ունենաս ու բերանդ բացես, ինքը պիտի անմիջապես վեր կենա։ Մի բառ չասի քեզ։ Դες ինչու, որովհետև այս մարդը այսպեսին էր, ովքեր Իսրայելի ծերերն էին եկել խնդրելու։ Հիսուսը նրանց հետ գնաց։ Ես արդեն ամեն ինչ ասացի։ Դու մտածեցիր ու երևի վերցրիր քո բաժինը։ Ինչքան բան կա անելու, որով կդրսևորես քո հավատքը։ Հաճախ որպեսզի Հիսուսի ուշադրությունը կենտրոնացնես քո վրա, կարիք կա որ սիրո դրսևորում լինի։ Դու սիրես մարդկանց, պատրաստ լինես նրանց ծառայելու։ Որ դու մեկ-մեկ խնդրես մարդկանց, ասես իմ համար աղոթեք։ Մեկ-մեկ Իսրայելի ծերերին խնդրիր, ասա իմ համար աղոթեք։ Թող աղոթեն, որովհետև նրանց խնդրվածքը Աստծո մոտ լսելի է լինում։ Աստված պատվում է իր ժողովրդի ծերերին, ժողովրդի հավաքներին։ Թող Հիսուսի անունը փառավորվի։ Սրանցով դու կարող ես գրավել Հիսուսի ուշադրությունը քո վրա, քո բարի գործերով, քո հավատքի գործերով, քո սիրո դրսևորումներով։ Լավ, եկեք մի դեպք էլ իրար ուշադիր զննենք։ Դա գրված է արդեն Լուկաս 8-րդ գլխում։ Ուրեմն նկարագրեմ ընդհանուր ինչ է տեր ունենում, որ շատ չկարդամ։ Հիսուսը միտեղ խոսում էր մի ժողովրդի հետ։ Հավաքված էին շատ մարդիկ ու Հիսուսը խոսում էր իրենց հետ։ Նոր եկել էր լճի մյուս ափից, վերադարձել էր լճի մյուս ափից։ Ինչ որ պատմում գրված է 8-րդ գլխի 40-րդ խոսքից։ Մեկ էլ մի մարդ է գալիս, գրված է ժողովարանի իշխան, մեկը որ ղեկավարում էր հրյաների ժողովարանը։ Գալիս է Հիսուսի մոտ, ասում է աղջիկս համարյա մեռած է արդեն, արի ձեռքը դիր վրան թող ապրի։ Մարդը այսպես էր հավատում, որ Հիսուսը պիտի գա ձեռք դնի իր աղջկա վրա, ու այս աղջիկը ապրի։ Ու եկավ խնդրեց Հիսուսին։ Միտեղ գրված է ծնկեց Հիսուսի առջև։ Հիսուսը գրված է անմիջապես վեր կացավ գնաց, նորից ոչ մի բառ չխոսեց։ Ու գիտեք ինչ է նշանակում, երբ որ մարդու երեխան հիվանդ է ու ինքը գնում է խնդրում է, որ բժիշկը գա բուժելու։ Ինչքան շտապողականություն, ինչ ձգտում կա, ինչ հույսեր կա դրա մեջ։ Որովհետև ուրիշ ոչ մի հույս չկա, ասում է երեխաս թերևս արդեն մեռած լինի։ Հիսուսը վերակենում լուր գնում է իր հետևից։ Գրված է իր այդ շատ ժողովուրդ կար, մեծ ամբոխ, իրեն հրմշտում էին այդ ժամանակ։ Ու մեկ էլ եկեք այդ մնացածը կարդամ։ Եվ մի կին, որ 12 տարուց ի վեր արյունի տեռատեսության մեջ էր, ու իր բոլոր ունեցածը բժիշկների վրա էր ծախսել, եւ իրեն ոչ մի բժշկության ճար չէր գտել։ Ետևից մոտենալով նրա հանդերձի քղանցքին դպավ եւ իսկույն իր արյունի հոսումը դադարեց։ Եվ Հիսուսը ասաց. «Ով էր նա, որ ինձ դպավ»։ Երբ ամենը ուրանում էին, Պետրոսն ու նրա հետ եղողները ասացին. «Վարդապետ, բազմությունը քեզ հրում է ու նեղում է, ասում ես թե ով ինձ դպավ»։ Եվ Հիսուսը ասաց նրան. «Մեկը ինձ դպավ, քանզի իմացա, որ ինձանից զորություն ելավ»։ Երբ տեսավ կինը, որ բանը չպահվեց, դողալով եկավ ու նրա առջև ընկավ, եւ բոլոր ժողովրդի առջև նրան պատմեց, թե ինչ բանի համար նրան դպել էր, եւ թե ինչպես ինքը իսկույն բժշկվեց։ Եվ Հիսուսը ասաց նրան. «Քաջալերվիր աղջիկ, քո հավատքդ քեզ բժշկեց, գնա խաղաղությամբ»։ Եկեք տեսնենք ինչ կա այս կնոջ մասին գրված։ Նախ գիտենք, որ ինքը 12 տարի հիվանդության մեջ էր։ Ինչ մտածել եք սրա մասին։ Հիսուսը երևի սա գործեց իր ծառայության առաջի կամ երկրորդ տարվա մեջ։ Այսինքն այս կինը հիվանդացել այն ժամանակ, երբ որ Հիսուսը մոտ 20 տարեկան էր։ Որ ինչքան պիտի սպասեր, մինչև Հիսուսը սկսեր իր ծառայությունը ու իրեն բուժեր։ Ինչի համար էր սա։ Չէր կարող մի ամիս լինել ընդամենը հիվանդ, հանդիպեր Հիսուսին ու բուժվեր։ Կամ մի քանի օր լիներ հիվանդ։ Կարծես թե դաժանության բաժին կա, բայց չէ, գիտեք, սա իր բարիի համար էր։
Գրվածը ինչքան ունեցվածք ուներ, ծախսել էր տվել էր բժիշկներին։ Սա էլ տեղեկությունն է, որ ստանում են գրվածից։ Բայց այն, որ ինքը ծախսել ու տվել էր բժիշկներին, իրեն ոչ մի օգուտ չէր տվել։ Գիտեք ինչու էր ծախսել ու տվել բժիշկներին, ինքը հույս ուներ, որ կբուժվի։ Ինքը հույս ուներ, որ բժիշկները իրեն կբուժեն, որպեսզի ինքը այդ հուսահատությանը հասներ, մարդկանցից լրիվ հուսահատվեր, ու իր հույսը մնար միայն Աստված, իրեն պետք էր 12 տարի, որպեսզի ինքը այդ լրիվ հուսահատությանը գար մարդկանցին։ Մեզ պետք չի 12 տարի, չնայած մեր կյանքում էլ մեկ-մեկ այդպես ալնում, բայց մեկ-մեկ դու դա արա գիտակցորեն, դու իսկապես գիտակցորեն մերժիր նյութականը, ինչ որ շատ բաներ ես աշխարհում ուղիղ դիմիր Աստծուն։ Էլի մի տեղեկություն, այս կինը հաղթահարեց վախը, գրվածը դողալով եկավ, ընկավ նրա առջև, Հիսուսի առջև։ Գրված այս կինը տեսավ, որ իր արածը չծածկվեց, որ իրեն իր Հիսուսին կպնելը չծածկվեց։ Ես ասեմ, ինչ էր ինքը ուզում, որ դա գաղտնի մնար։ 5 տակարանում Ղևտացիների գրքում դուք կարդաք, որ եթե կինը ունենում է արնահոսություն, ինքը պիղծ է համարվում Աստծո առջև, ու ինքը ոչ մեկի պիտի չկպնի։ Նույնիսկ առարկաներին, որ կպնի, առարկաները պիղծ են համարվում։ Սա շատ խիստ օրենքեր են ժամանակ դրված։ Այդ օրենքը տրված էր բժշկության, ապահովության նպատակով, վարակներ չտարածելու եւ այլ բազմաթիվ նպատակներով, բայց բժշկության տեսակետից միանշանակ։ Մարդը հոգեպես ինքը չէր դառնում պիղծ Աստծո առջև։ Սա Աստված տվել էր իր ժողովրդին պաշտպանելու ինչ որ հիվանդությունների։ Բայց այս օրենքը այնքան խիստ էր։ Ասում էր, եթե այդպիսի կինը նստի մի աթոռի վրա, հետո ինքը վեր կենա տեղը մի ուրիշ տղամարդ նստի, ինքը պղծված է։ Կամ ուրիշ մեկը ցանկացած նստի այդ նույն տեղում, դա լավ պիղծ համարվում։ Ինքը պիտի որոշակի արարողություն աներ իր մաքրվելու համար այդպիսի մարդը։ Այնքան խիստ էր սա, այսինքն ինքը այդ կինը 12 տարի մերժված էր հասարակությունից։ Ու հրյաների մեջ մտնելու իրավունք չուներ, բազմության մեջ մտնելու իրավունք չուներ, որովհետև այդ բազմության մեջ ում կպներ նրանք պիղծ պիտի համարվեին։ Ու ինքը հանկարծ գալիս կպնում է Հիսուսին, ու Հիսուսը հարցնում է ով կպավի ինձ։ Ինչքան էր վախենում, երևի մտածեց ես մարդուն պղծեցի, հիմա ինձ չգիտեմ կքարկոծեն ինչ կանեն, դրա համար ինքը վախեցավ։ Բայց որ տեսավ, չկարողացավ ծածկվել, գրվածը եկավ, ընկավ Հիսուսի առաջ ու բացատրեց, թե ինչի համար էր կպել ու ոնց ինքը բուժվեց։ Հիսուսը քաջալերեց, ասեց քաջալերվիր աղջիկ, քաղաքը քեզ բուժեց։ Հիսուսը բոլորովին ուրիշ պատկեր, ուրիշ կերպարն էր, չասեց ինչու մտար ես բազմության մեջ ու պղծեցիր այսքան մարդկանց։ Հակառակը լավ էր։ Ուրեմն 5 տակարանի կանոնների համեմատ այսպիսի մի բան կար։ Կային բաներ, որոնք սուրբ էին։ Իրանք երբ որ կպնում էին պիղծ բանի, իրանք դառնում էին պիղծ։ Կային բաներ, որոնք ոչ թե սուրբ էին, այլ կոչված են ամենասուրբ։ Սրանք շատ հետաքրքիր են, ու երբ որ այս ամենասուրբ բանը կպնում էր մի պիղծ բանի, նրան սրբացնում էր, ոչ թե ինքը պղծվում էր։ Տարբերությունը նկատում եք, եթե սուրբ բանը կպնում էր պիղծին, ինքը պղծվում էր, բայց եթե ամենասուրբն էր կպնում պղծին, ինքը սրբացնում էր նրան։ Հիսուսը ոչ թե սուրբն էր, այլ ամենասուրբն էր։ Երբեք չվախենաս, որովհետև դու ամենասուրբի մեջ ես։ Երբեք չվախենաս բորոտի կպնելուց, հիվանդին կպնելուց ու նրա վրա աղոթելուց, որովհետև ոչ մի բան իրենից քեզ անցնել չի կարող։ Դու Հիսուսի մարմինն ես, հավատում ես դրան։ Ոչ մի մեղք ու հիվանդություն Հիսուսի մարմնի վրա իշխանություն չունի։ Դու վստահ ու համարձակ աղոթիր, քեզանից կանցնի նրան։ Մեկ-մեկ որ ասում են բա սատանան սենց կանի, բա սատանան նենց կանի, աղոթքս կլսի սատանան, չգիտեմ ինչ կանի։ Ասում թող լսի քո աղոթքը, ինքն է ուժեղ թե Հիսուսը, չէ՞ որ դու Հիսուսի մեջ ես։ Ինչ ես վախենում։ Վստահ, համարձակ, ուժեղ։ Եկեք մի երկու արտահայտության վրա կանգ առնենք, որովհետև սրանք շատ կարևոր են։ Այս կինը Հիսուսի ուշադրությունը իր վրա կենտրոնացրեց նրան կպնելով։ Այո, մեկ-մեկ կարիք ա լինում ոչ թե խոսել, երկրպագել, ոչ թե կանչել, այլ կպնել, փեշից բռնել, ասել կանգնի նայ ինձ։ Ու Հիսուսը կանգ առավ։ Այնտեղ մի աղջիկ մահանում էր, հիշում եք։ Ու երբ որ շարունակությունը կարդաք, տեսնեք, որ Հիսուսը այստեղ հələ խոսում էր, եկան ասացին, որ այդ աղջիկը մեռավ։ Հիսուսի շտապողականությունը կամ ձգտումը գնալ այդ աղջկան կենթանացնել, բայց մեկ է, ինքը կանգ առավ։ Գուցե այդ բազմությունն էլ է շտապում, որ հասնեն այնտեղ, տեսնեն այդ հրաշքը, ոնց է համարյա մեռածը կենթանանալու։ Բայց Հիսուսը կանգ առավ, ասաց ով էր, որ ինձ կպավ։ Այ Հիսուսին կպնել է այսպիսի գործ կարա անում։ Սա կարևոր է։ Ուզում ես քո կյանքում շատ հարցերի լուծում, ձգտիր կպնել։ Մի պահ եկեք պատկերացնենք սա, հետո ասեմ ինչ արտահայտության վրա են կանգ առնելու։ Եվացա որ խիստ շատ մարդիկ կային իր շուրջը ու կպնում էին, հրմշտում էին Հիսուսին։ Պատկերացնում եք քայլելու ժամանակ ինչ տեսարան էր, պատկերացնում եք։ Մեկ էլ Հիսուսը ասում ով ինձ կպավ։ Առօրինակ է անցում, չէ՞։ Այդքան մարդիկ իր շուրջը իրեն հրմշտում են։ Պետրոս ասաց, այսքան մարդ քեզ հրում է, դու ասում ես ով ինձ կպավ։ Գիտեք մի հետաքրքիր արտահայտություն էլ է գրած, ամեն անգամ այս արտահայտությունը կարդալիս ծիծաղս գալիս է։ Եվացա բոլորը ուրացան, ասին ես չեմ։ Այդքան մարդ կար Հիսուսի կողքը, իր հետ քայլում էին, իրեն հրմշտում էին, կպնում էին։ Հենց Հիսուսը ասաց ով ինձ կպավ, բոլորը ասին ես չէ։ Մարդկային բնությունն է խոսում։ Հետաքրքիր է, չէ՞։ Մարդը կարող է տենց ուտել ասի։
Ինչքան է լինում, նստած են լինում, մեկը մի հարցը տալիս, ասում է ես չէի։ Հետո իմանում, որ լավ բանի համար էր հարցնում, ոչ թե վատ բանի համար։ Երբ որ ես դպրոցում եմ հիշում մի դասատու ունենք, ինքը շատ խիստ էր։ Մենք իրան տեսնում ենք միայն ծեծելությունից, ուրիշ անգամ չենք տեսնում։ Իր դեմքը միշտ հավաքված էր, իր ձեռքին միշտ մի ճիպոտ կար, միշտ վախեցած էինք, հենց իրան տեսնում ենք զգաստ կանգնում ենք, ասում ենք կամաց անցնի մեր կողքով մենակ։ Այսպեսի մի մարդ էր։ Մի անգամ 9-րդ դասարան էի, չեմ հիշում որ դասարան էի, ինքը սկսեց մեզ աշխարհագրություն տալ։ Դե որ ինքը մտավ դասարան, մի հատ լռություն էր դասարանում, բոլորը լարված, եկել եկավ նստեց, առաջի դասը այդպես լուռ անցավ, ոչ մի ձայն չհանեց, երկրորդ դասին եկավ Մատյանը բաց արեց, մատը դրեց տղաներից մեկի անունի վրա, անունը կարդաց։ Ան անմիջապես կանգնեց վախեցած։ Ասաց ինչ ես արել։ Ոչինչ չեմ արել, ասաց նստիր երկուս։ Պատկերացնեք նույնիսկ խոսել այդ տոնը այնպեսին էր։ Մենք հասկացանք, որ սրանից հետո որ հարցնի ինչ ես արել, պետք է ասենք սովորել եք։ Այսինքն այնքան էր մեզ հարցրել, ինչ ես արել, ասել ենք բան չենք արել, ոչ ծեծի։ Չգիտեմ այս հрьяաների մոտ ինչ էր կատարվում, բայց Հիսուսին հրմշտելով, Հիսուսին նեղելով քայլում են։ Հիսուս ասում է ով ինձ կպավ, ու մեկը գրվածա բոլորը ուրացան, ասին ես չէի։ Հետարքիա Պետրոսի արտահայտությունը։ Երևի Պետրոսը մեջներից համարցակն էր։ Նայեց, տեսավ, ասաց ախր այսքան մարդ քեզ հրմշտում է, դու ասում ես ով ինձ կպավ, այսքան մարդ քեզ կպնում է։ Բայց Հիսուսի պատասխանը ամենալավն էր, ասաց մեկը ինձ կպավ։ Կարդացեք 46-րդ խոսքում է գրված։ Ասաց մեկը ինձ կպավ։ Կարծես այդ բոլորի կպնելը արժեք չուներ։ Այդ բոլորի հրմշտոցը, այդ Հիսուսին կպնելը ոչ մի արժեք չուներ, բայց մեկի կպնելը այնքան հավատքով էր, որ իրենից զորություն դուրս եկավ, այդ մարդուն բժշկեց։ Մեկը ինձ կպավ։ Գիտեք, բոլորս կարող ենք կանգնենք աղոթելու, բոլորս կարող ենք կանգնենք երկրպագելու, փառաբանելու։ Հիսուսը քանիսին է ընդունում, որպես իրեն կպած։ Ինչ հետո մենք կանգնենք աղոթելու։ Արդյոք քո համար Հիսուսը կասի, որ դու իրեն կպաշ։ Այսա է կարևորը։ Ոչ թե որ դու ինչ ես անում, այլ ոնց ես անում։ Քո սիրտդ ինչպիսին է։ Թող արտաքնապես շատ լավ լինի, լավ ծափահարես, լավ բարձր։ Ներքին ձգտումը դեպի Հիսուսն է, իսկապես կպար նրան։ Երբ որ կպնես, կստանաս իրենից։ Այսա է ասում, դու կարող ես Հիսուսի փեշը բռնելով իրան կենտրոնացնել քո վրա։ Ինչքան էլ ինքը շտապելուց լինի, ինչքան էլ ինչ-որ տեղ գնալուց լինի, ինչ-որ գործ թողած լինի, կարող ես փեշը բռնել ու իրեն կանգնեցնել, ասել ինձ նայի։ Ես դժվարությունն եմ լուծել դժվարությունը։ Սա ասած մեկը կպավ։ Հավատքով կպնել Հիսուսին, այսա է շատ կարևոր։ Ուզում է աղոթք լինի, ինչ ուզում է լինի, հավատքով կպնել Հիսուսին։ Մի դեպք էլ ուսումնասիրենք իրար հետ ու վերջ։ 18-րդ գլխում 35-ից 43 խոսքերում գրված է մի ուրիշ դեպք։ Գրված է, որ Հիսուսը մոտենում էր Երիքովին։ Գիտեք, Հիսուսը վերջին ճանապարհորդության մեջ էր։ Ինքը անցնում էր Երիքովը վերջին քաղաքն էր, հետո պիտի մտներ Բութանիա, անցներ դրանով ու վերջի հանգրվանը տեղը, որտեղ ինքը պիտի մահանար, դա Երուսաղեմն էր։ Վերջին անգամ էր ճանապարհ գնում։ Ու տեսեք ինչ է տեղի ունենում։ Երբ ինքը Երիքովին էր մոտենում, մի կույր ճանապարհի մոտ նստել էր մուրալու։ Երբ լսեց, թե բազմություն է անցնում, հարցրեց, թե ինչ է այն։ Եվ իրեն ասացին, թե Հիսուս Նազովրեցին է անցնում։ Ուստի աղաղակեց ու ասաց. Հիսուս, որդի Դավթի, ողորմիր ինձ։ Եվ նրանք, որ արջերից էին գնում, հանդիմանում էին նրան, որպեսզի լռի, բայց նա էլ ավելի էր աղաղակում. որդի Դավթի, ողորմիր ինձ։ Եվ Հիսուսը կանգ առնելով հրամայեց, որ բերեն իր մոտ։ Ու երբ նա մոտեցավ, հարցրեց նրան ու ասաց. Ինչ ես ուզում, որ քեզ անեմ։ Նա էլ ասաց. Տեր, որ աչքերս բացվեն։ Եվ Հիսուսը ասաց նրան. թող բացվեն, քո հավատքը քեզ բժշկեց։ Եվ իսկույն նրա աչքերը բացվեցին, ու նրա ետևից գնում էր, եւ փառք էր տալիս Աստծուն, բոլոր ժողովուրդն էլ տեսնելով Աստծուն էին գովում։ Մի դեպք է գրված, սա ինչով է նշանավոր, Հիսուսի վերջին ճանապարհորդությունն էր։ Եթե այս մարդը բաց թողներ Հիսուսին, էլ չէր գտնելու։ Հիսուսը գնում էր մեռնելու։ Այդպես ամեն մարդու կյանքում կարա պատահի այդպիսի մի բան, որ կարծես Հիսուսը վերջին անգամ է քո կողքով անցնում։ Չէ, վերջին անգամ չի, դու ամբողջ կյանքդ կապրես Հիսուսի հետ, բայց միշտ վերաբերվիր այդպես, որպես թե Հիսուսը վերջին անգամ է քո կողքով անցնում։ Եթե ես մի անգամ բաց թողեցի, կարող է չգտնեմ Հիսուսին։ Ինչ տեղի ունեցավ։ Այս մարդը նստած էր մուրալու։ Եկել լսում է, որ բազմություն է անցնում, աղմուկ է լսում ինքը։ Երևի շատ մարդկանց ձայներ ու խոսակցություններ։ Ու ձայն է տալիս, հարցնում է, ասում, այս ինչ է կատարվում։ Դա մեկը երևի ասեց, գիտես, Հիսուս Նազովրեցին է անցնում։ Հիսուսը մեծ պատվով, մեծ փառքով, մեծ հեղինակությունով տենց ժողովրդի հետ անցնում էր ճանապարհով։ Այս մարդը մեկը աղաղակում է. Դավթի որդի ողորմիր ինձ։ Սա մեծ բան է խոսում, Դավթի որդի ինչ էր նշանակում, ինչու այս մարդը այսպես ասաց։ Ինքը ընդունում էր, հասկացել էր, որ սա է Քրիստոսը։
Մենք խոստացյալ Մեսիան, որ Դավիթի սերունդից պիտի գար։ Մենք աղաղակում էր, ասում էր օգնիր ինձ, ողորմիր ինձ, հավատում էր, որ կարա իրեն ողորմություն անի։ Գիտեք ինչ տեղի ունեցավ։ Այն մարդիկ, որ մոտիկից անցնում էին, խցեցին հանդիմանել։ Դու մուրացկան, այստեղ նստած, ինչ գործ ունես Հիսուսի հետ։ Ինքը քո ժամանակը չունի։ Տեսեք ոնց է գրված, եւ նրանք, որ արջևից գնում էին, հանդիմանեցին նրան, որպեսի լռի։ Նա էլ ավելի էր աղաղակում։ Գրված է էլ ավելի աղաղակեց։ Այսինքն մարդկանց հանդիմանությունները իրեն չկանգնացրեցին։ Այդպես մեկ-մեկ քո կյանքում կլինի, որ դու կփորձես դիմել Հիսուսին, մարդիկ հետ կհանդիմանեն։ Ասեն լռիր, Հիսուսը քո ժամանակը չունի։ Կամ ժամանակը չէ, կարող է ծաղրեն դրա համար, կարող է ինչ-որ խոսքեր ասեն, ինչ-որ խիստ բաներ ասեն։ Դու ո՞նց ես վերաբերվելու դրան։ Արդյոք կառնամարես մարդկանց ասածը ուժեղ դիմես Հիսուսին, այլ ավելի ուժեղ կաղաղակես, գիտես ինչքան հեռավորությունը մեծ է լինում, այնքան ավելի բարձր աղաղակելու կարիք կա։ Եթե պատ կա, ու դու ուզում ես քո ձայնը լսեն, ինչքան բարձր պիտի գոռաս, որ այդ պատից անցնի։ Այս մարդիկ պատ էին դառել, այս մարդկանց աղմուկը, հանդիմանությունները այս քույրի համար պատ էին դառել։ Ինքը չէր տեսնում Հիսուսի ինչ հեռավորության վրա է։ Գիտեր, որ ամբողջի մեջ է։ Գրված է ավելի աղաղակեց։ Իր աղաղակի մեջ կարծես թե ինքը խլացնում էր այդ մարդկանց հանդիմանությունները։ Երբ որ մարդիկ քո դեմ դուրս կգան, կկտրեն քո ճանապարհը դեպի Հիսուսին տանելու ու կսկսեն ինչ-որ բաներով ծաղրել կամ հանդիմանել կամ ինչ-որ բաներ ասել, աղաղակը պիտի լռացնի նրանց։ Քո ձգտումը պիտի լռացնի նրանց, ծածկի նրանց արածները։ Կարող ես այսպես անել։ Այդպիսի աղաղակի դեպքում ինքը կլսի քեզ ու կանգառնի։ Փորձիր կանգնացնել Հիսուսին քո համար։ Հետո ինչ-որ ամբողջով գնում է կարևոր գործ անելու։ Ամբողջ աշխարհի փրկչագործության գործը պիտի աներ Հիսուսը, պիտի գնար ու խաչվեր Երուսաղեմում։ Կարևորությանը չափ ու սահման չկար։ Իսկապես մարդու ֆիզիկական բուժումից շատ ավելի կարևոր էր։ Մարդու աղաղակը կանգնեցրեց Հիսուսի ընթացքը։ Եթե ուզենաս, կարող ես կանգնեցնել Հիսուսին քեզ համար։ Ասել լսիր ինձ, ես դժվարություն ունեմ, լուծիր իմ դժվարությունը։ Քո աղաղակը կարող Հիսուսի ուշադրությունը գրավել։ Աղաղակը բարձր գոռալը չի։ Հիսուսի լսողությունը շատ լավն է։ Աղաղակը դա սրտի դիրք է։ Երբ որ դու բռնում ես, ասում ես չէ, պիտի անես։ Այս մարդիկ ինչ են խոսում, ինչ չի հետաքրքրում։ Ես գիտեմ, որ դու պիտի անես։ Ունես գրավել Հիսուսի ուշադրությունը։ Ինքի կողքի կանգնենք։ Շնորհակալ եմ Հիսուսից։ Ինքը ոչ մի մարդու անտես չի անում։ Այնքան շատ է սիրում, որ ոչ մեկին անտես չի անում։ Բայց ուզում եմ մեր մեջ տեսնի այս սիրտը։